Եվրոպական միության ֆինանսների նախարարները Բրյուսելում քննարկում են ֆինանսական փոխանցումների համար հարկեր սահմանելու և բանկերից գանձվող գումարների չափսը վերանայելու հարցերը։ Գլխավոր նպատակն այն է, որ ֆինանսական ծանր դրության մեջ հայտնված ընկերություններին սնանկացումից փրկելու համար չծախսվեն հարկատուներից ստացված պետական գումարները։ Սա միության 27 անդամ երկրների ֆինանսների նախարարների միջև այս հարցով անցկացվող առաջին հանդիպումն է։ Եվրամիության հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզուն առաջարկելու է եկող 1-2 ամիսներին հարկեր սահմանել ֆինանսական գործողությունների վրա և գտնել շուկայական օրենքներում խախտումները բացառելու նպատակ ունեցող միջոցներ, որոնց արդյունքում է սովորաբար որևէ երկիր հայտնվում ֆինանսական ճգնաժամի մեջ։ Միության ղեկավարները հունիս ամսին էին համաձայնվել բանկերի վրա հարկեր սահմանելու հարցում, սակայն դա իրականացնելու տեխնիկական հարցերում դեռևս կա համաձայնության գալու կարիք։ Միության ֆինանսների նախարարները այս վեհաժողովի ընթացքում նաև հաստատելու են ֆինանսական մի հատուկ կառույց հիմնելու հարցը, որի նպատակն է լինելու ֆինանսական ճգնաժամերի կանխատեսումը։ Հիշենք, որ ֆինանսական ճգնաժամի ընթացքում եվրոպական երկրները ֆինանսական հաստատություններին տրամադրեցին Եվրամիության ընդհանուր բյուջեի 16.5% չափով պետական հատկացումներ, ինչը առաջ բերեց հասարակ աշխատավորի համատարած զայրույթը, ովքեր բողոքում էին, որ պետության կողմից իրենցից գանձված հարկերը տրամադրվում են մասնավոր հաստատություններին։ Երեքշաբթի օրը մարդիկ նույնպես դուրս էին ելել ցույցի Բրյուսելում։ Եվրոպական խորհրդի շենքի առջև բանկի տերերի համազգեստներ հագած բեմադրում էին եվրոպական երկրներում ֆինանսական խոցանելիությունը։ Ցույցը, որը կազմակերպել էին ոչ կառավարական կազմակերպությունները, արհմիություններն ու քաղաքական որոշ խմբավորումներ, կոչ է անում նախարարներին անպայման ընդունել ֆինանսական փոխանցումների վրա դրվելիք հարկերի մասին օրենքը, քանի որ այս երկրներում հասարակ աշխատավորը իր վրա արդեն իսկ զգում է ֆինանսական հաստատությունները սնանկացումից փրկելու համար պետության կողմից գումարներ հատկացնելու բացասական ազդեցությունը։ Ցույցի կազմակերպիչները պնդում են, որ Եվրոպական միության տարածքում փոխանցումների վրա հարկեր սահմանելու դեպքում կկուտակվի մոտ $260 միլիարդ, ինչը հնարավոր կլինի օգտագործել պետական ծառայությունների, այլ երկրներում աղքատության ու երկրագնդի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բնագավառներում։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։